Ողջույն հարգելի հետևորդներ, ինչպե՞ս եք։ Այսօր շատ հետաքրքիր թեմայից եմ զրուցելու, խնդրեմ նախ բաժանորդագրվեք իմ YouTube ալիքին, սեղմեք զանգակի կոճակը եւ մեկնաբանություններում թողնեք ձեր կարծիքը։ Խնդրեմ նաեւ տարածեք ձեր հարազատների եւ մտերիմների հետ, որ նրանք էլ տեղյակ լինեն։ Այսօրվա թեման շատ հետաքրքիր թեմայի մասին է խոսքը։ Մի փոքր ընթերցանություն կլինի ձեզ համար։ Այսօր մենք միասին կբացահայտենք պատմության ամենամութ ու խորհրդավոր էջերից մեկը։ Եվ մի թեմա պենտագրամի գաղտնիքը, արդյոք սատանայական է, թե ոչ։ Ես ուզում եմ, որ դուք նայեք այս պատկերը, որտեղ երևում է շրջանակի մեջ ներգրված 5 թևանի աստղը։ Տեսնում եք ուշադրի հարգելի հետևորդներ։ Շատերի գլխում այս նշանը տեսնելիս միանգամից հնչում է մեկ բառ սատանա։ Մարդիկ սարսափում են, կարծելով, թե սա չարիքի, անեծքի կամ սև մագիայի հետ կապ ունի, բայց ես ձեզ հիմա գաղտնիքը բացեմ, որը կփոխի ձեր ամբողջ պատկերացումը պատմության կրոնների մասին։ Այս նշանը ոչ միայն կապ չունի սատանայի հետ, այլ հնում եղել է քրիստոնեական աստվածաշնչյան ամենասուրբ խորհրդանշաններից մեկը։ Որպեսզի հասկանանք ունի արդյոք սա նշան կապ չարի հետ, նախ պետք է հասկանանք, թե ով է սատանան պատմության եւ աստվածաշնչյան կենտրոնատեքստում։ Սատանա բառը ծագել է եբրերեն սաթեն բառից, որը թարգմանաբար նշանակում է ընդհանրապես հակառակորդ կամ խոչընդոտ։ 5 կտակարանի վաղ տեքստերում սատանան դեռևս անձնավորված չարիք չէր, այլ մի հրեշտակ, ում Աստված հանձնարարել էր ստուգել մարդկանց հավատքը։ Հետագայում, երբ ձևավորվել է քրիստոնեական աստվածաբանությունը, սատանան նույնացվում է լույսֆետի հետ, որը լատիներեն թարգմանաբար նշանակում է լուսաբեր կամ առավոտյան աստղ։ Սա երկնքի ամենագեղեցիկ հրեշտակն է, ով հպարտության պատճառով գահավիժեց երկնքից։ Բայց ուշադրություն դարձնենք ոչ աստվածաշնչում, ոչ հին աստվածաբանական գրքերում սատանան երբեք չունեցել այծի գլուխ, օզե կամ հինգաթև աստղի սիմվոլիկան։ Դրանք բոլորս հորինվել են հարյուրամյակներ անց։ Այս նշանը իսկական անունը ուղիղ պենտագրամ է, եւ նրա մեկ գագաթը, ուշադիր նայեք հարգելի հետևորդներ, ուղղված է դեպի վեր։ Տեսնում եք, այստեղ ուղղված է դեպի վեր։ Հնագույն փիլիսոփայության մեջ շատ տեզերական, ներդաշնակության եւ աստվածային կարգուկանոնի նշան է։ Աստղի 5 գագաթները խորհրդանշում են բնության 4 տարրերը՝ հող, ջուր, օդ ու կրակ, եւ դրանց միավորում է կառավարող 5-րդ տարրը՝ ոգի կամ էթերի կամ բարսագույն գիտություն։ Երբ մեկ գագաթը վերևում է, դա նշանակում է, որ հոգևոր հաղթում է կառավարում է նյութական աշխարհը։ Դարեր շարունակ այն օգտագործվել որպես ամենահզոր պաշտպանիչ թալիսման չար ուժերի դեմ։ Հարց առաջանում, եթե այս նշանը այդքան դրական է, ինչու են բոլորը վախենում դրանից։ Ամեն ինչ կապված է Հոլիվուդի, սարսափ ֆիլմերի եւ ժամանակակից անգրագիտության հետ։ Նաեւ ես կավելացնեմ, ինչու՞ չէ որ նաեւ կապված է մեր այդքան ժողովրդի կեսը գնում է չակերտավոր եկեղեցիներ, որը աղանդ ենք համարում ենք, որ դրանք հակաքրիստոնեական են, այնտեղ ասում են սա սատանայի նշան է։ Ձեզ բերեմ մի օրինակ։ Իմ ծանոթներից մեկը տեսավ իմ հեռախոսի էկրանին այս նշանը, ինձ ինչ հարց տա, որ լավ լինի։ Հարց է տալիս, ասում է՝ դու սատանիստ ես։ Ասում եմ՝ ոչ։ Ասում է՝ բա ինչ ես այս նշանը դրել քո հեռախոսի մեջ։ Ասի, բայց այս նշանը ինչ կապ ունի սատանայի հետ։ Այս նշանը բացարձակ կապ չունի սատանայի հետ, հարգելի հետևորդներ։ Ամեն ինչ կապված է Հոլիվուդի, սարսափ ֆիլմերի, ժամանակակից անգրագիտության հետ։ Որպեսզի այս նշանը դառնա բացասական, այն պետք է լինի շրջված, երբ աստղը շրջում ենք, նրա 2 գագաթները հայտնվում են վերևում, իսկ մեկը ներքևում։ Հիմա ուշադիր կնայենք սատանայի քարտին 15-րդ մեծարկանը, այստեղ արդեն շրջված է։ Տեսնում եք 2 գագաթները վերև, 1 գագաթը դեպի ներքև։ Ահա այդ շրջված դիրքը խորհրդանշում է, որ նյութական կրքերն ու կենտրոնական բնածները հաղթում են հոգևորի։ Միայն 19-րդ դարում ֆրանսիացի օկուլիստը Էլֆիաս Լիոն այդ շրջանի աստղի մեջ տեսավ այծի գլուխ Բուֆամեդի պատկերը, իսկ 20-րդ դարի կեսերին Անտոն Լայվը այն դարձրեց իր սատանայի եկեղեցու պաշտոնական լոգոն։ Հենց այս պահից սկսված զանգվածային մշակույթը սկսեց ցանկացած հինգաթև աստղ ավտոմատ կերպով կապել սատանական ծեսերի հետ։ Իսկ հիմա ամենացնցող պատմական փաստերը, որոնց մասին եկեղեցիներում հազվադեպ են խոսում, թեև աստվածաշնչի տեքստերում պենտագրամ բառը ուղղակիորեն չկա, ու դա շատ սխալ է, որ ընդգրկված չի աստվածաշնչում պենտագրամ բառը։ Պատմությունը, հնագիտությունը բոլորովին այլ բան են ասում։ Առաջինը Սողոմոն իմաստունի կնինքն է։ Սա գնենք մի կողմ, սա մեզ էլ պետք չի։ Դե հասկացանք արդեն հարգելի հետևորդներ, որ տեսնում ենք 5 աստղ թև արդեն շրջված, դա նոր սատանայի նշան է, Բուֆամետի նշան է, այծի գլուխն է, այսինքն։
Ըստ հին սրբազան ավանդույթների Սողոմոն թագավորը Աստծո ստացել է մի մատանի, որի վրա պատկերված էր հենց այս ուղիղ պենտագրամը։ Եվ այս կնիքի ուժով նա կարողանում է հնազանդեցնել դևերին ու փակել նրանց։ Երկրորդ փաստը հնագետները հին Երուսաղեմի տարածքում հայտնաբերել են մեր թվարկությունից առաջ 4-րդ դարի հռիական պաշտոնական կնիքներ, որոնք վրա պատկերված է եղել հենց ուղիղ պենտագրամը որպես քաղաքի պաշտպանիչ նշան։ Եվ երրորդ ամենակարևոր փաստը վաղ քրիստոնեական շրջանում, դեռ այն ժամանակ, երբ խաչը դեռ չէր դարձել եկեղեցական հիմնական սիմվոլ, քրիստոնյաները օգտագործում են հենց ուղիղ պենտագրամը, աստղի 5 գագաթները, նրանց համար խորհրդանշում են Քրիստոսի 5 սուրբ վերքերը, որոնք նա ստացավ խաչելության ժամանակ, 2 ոտքերը ձեռքերին, երկուսը ոտքերին եւ 5-րդը կողքին, երբ հռոմեացի զինվորը գեղարդով խոցեց նրա կրծքավանդակը։ Այս նշանը նաեւ խորհրդանշում է մոգերի աստղ, որը ցույց տվեց Հիսուսի ծնունդը։ Միջնադարում քրիստոնեական ասպետները այս նշանը նկարում էին իրենց վահաններին, որպեսզի Քրիստոսի վերքերի ուժով պաշտպանվեն մահից եւ չար ուժերից։ Այսպիսով հարգելի հետևորդներ, երբ տեսնում եք ուղիղ 5 աստղ գագաթ, մի վախեցեք, սա տեզերական, առատության, աստվածային իմաստության եւ հզոր պաշտպանության նշան է։ Չարության մարդիկ մտքերի մեջ են, այլ ոչ թե հնագույն սրբազան սիմվոլի։ Մի վախեցեք հնագույն գիտելիքները զարգացնեք ձեր միտքը եւ ընտրեք ճշմարտությունը։ Եթե ձեզ դուր եկավ հարգելի հետևորդներ այս վիդեոն, կխնդրեմ բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը եւ կխնդրեի տարածեք, որ ձեր մտերիմները եւ հարազատները տեղյակ լինեն։ Ուղիղ գագաթը, մեկ գագաթը վերև դա սատանայության հետ բացարձակ կապ չունի, աստվածային էներգիա, աստվածային ուժ, իսկ երբ 2 գագաթն է վերև շրջված, դա նոր սատանայության հետ կապ ունի, Բուֆամետ։ Ինչպես նշեցի, Ամերիկայում 20-րդ դարի սկզբում, 20-րդ դարում հիմնվեց սատանայի եկեղեցին, որի իրաց լոգոն, այսպես կոչեմ, հիմնվեց հենց 5 աստղ շրջված տեսքով։ Այցի գլուխը Բուֆամետ։ Այսքանը լավ մնացեք, մինչ նոր հանդիպում, հարգելի հետևորդներ, լայքեք, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին։